Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է գովազդ նոտարերկրյա կամ միջազգային կազմակերպությունների տեղեկատվական ռեսուրսների վրա, որոնց գործունեությունը Ռուսաստանում ճանաչվում է որպես անցանկալի, ինչպես նաև այն ընկերությունների ռեսուրսների վրա, որոնց գործունեությունը երկրում ճանաչվում է ծայրահեղական և արգելված։ Այս արգելքը վերաբերվում է նաև Instagram-ին և Facebook-ին, քանի որ երկու կայքերն էլ Meta կորպորացիայի մաս են, որը Ռուսաստանի Դաշնությունում ճանաչված է որպես ծայրահեղական և արգելված։ Այս մասին հայտնում է RBK-ն։ Պետդուման ընթացիկ տարվա մարտ ամսին երկրորդ և երրորդ ընթերցմամբ անմիջապես ընդունեց համապատասխան օրինագիծը, իսկ Դաշնության խորհուրդը հաստատեց այն ապրիլի 2-ին։ Արգելքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։ Ահաբեկչական կամ պայքարի մասին օրենքի հիման վրա հասարակական կամ կրոնական կազմակերպության գործունեությունը լուծարելու կամ արգելելու մասին դատարանի որոշման դեպքում արգելվում է նաև գովազդի տարածումը նման կազմակերպության ինտերնետային ռեսուրսներում։ Գովազդի մասին օրենքի խախտումները կնշանակեն տուգանքներ կախված խախտողի կարգավիճակից։ Խախտման համար ֆիզիկական անձանց սպառնում է մինչև 2500 ռուբլի տուգանք, պաշտոնատար անձանց մինչև 20,000 ռուբլի, իսկ իրավաբանական անձանց մինչև 500,000 ռուբլի տուգանք։ Աստղիկ Խաչատրյան, Հայկ Գաբրելյան, այսօր։